Դատախազությունը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ, խնդրանք պահանջ ներկայացնելով անպայման կալանավորել նրան։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։ Չնայած այն հանգամանքին, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքի դեպքում գործում են բազմաթիվ սահմանափակումներ, այնուամենայնիվ իրավապահ մարմինները որոշել են բողոքարկել 2025 թվականի դեկտեմբերի 30-ին խափանման միջոցի կալանքից տնային կալանքի փոփոխման որոշումը։ Չկա հիմնավորում, բայց կա ակնհայտ ապօրինի իրավունքը ժխտող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված, գրել է պաշտպանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է վարչական շրջանների ղեկավարների աշխատանքից, այս մասին նա հայտարարել է քաղաքապետարանի հերթական նիստում։ Քաղաքապետի խոսքով մասնավոր տնտեսվարողները պարտավոր են մասնակցել ձնամաքրման աշխատանքներին։ Կիևյան փողոցից 2 օր առաջ եղբորս հետ դուրս եմ գալիս իրեն շքամուտքից, այդտեղի խանութի տերը մաքրում է դիմացի հատվածը եւ ինձ ասում է ինձ դրա համար փող պետք է տալ։ Այդ մարդը չգիտի, որ ինքը պարտավոր է դա անել։ Ավականու որոշմամբ մասնավոր տնտեսվարողները, ովքեր որ առաջնային գծում ունեն օբյեկտներ, հասարակական տարածքներ, բիզնես, իրենք պարտավոր են այս ձնամաքրման աշխատանքներին մասնակցել։ Պարտավոր են նաև համատիրությունները։ Սա մեկ։ Եվ այն վարչական շրջանները, ովքեր որ չգիտեմ ինչ պատճառով եւ ինչ բացատրությամբ եւ ինչ հիմնավորմամբ այս վարչական տուգանքները չեն գրել, իրականում պետքա բացատրեն։ Ավինյանի խոսքով մայրաքաղաքը պետք է համալրվի նոր տեխնիկայով ձնամաքրման աշխատանքների որակի բարելավման նպատակով, ինչպես նաեւ շեշտել է, որ վարչական շրջանների ղեկավարները պետք է հետևեն ձնամաքրման աշխատանքներին, դրանց ոչ պատշաճ իրականացման դեպքում տուգանք սահմանելով տվյալ հատվածի պատասխանատուների համար։ Միացյալ Նահանգները աննախադեպ հարվածներ կհասցնի Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը հարձակվի ամերիկյան ռազմական եւ առևտրային օբյեկտների վրա, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե նրանք դա անեն, մենք կհարվածենք նրանց այնպիսի ուժով, որը նրանք երբեք չեն զգացել, ասել է ԱՄՆ առաջնորդը պատասխանելով ԱՄՆ ռազմական եւ առևտրային օբյեկտների վրա Իրանի հնարավոր հարձակման մասին հարցին։ Պաշտոնական Թեհրանից այս հայտարարության պատասխանը շատ չի ուշացել։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղերը հայտարարել է, որ Իրանի դեմ հարձակման դեպքում Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան ռազմաբազաներն ու նավերը կհամարվեն իրանական զինված ուժերի օրինական թիրախ։ Թրամփը բացի սպառնալիքները հայտարարել է նաև Իրանի հետ հնարավոր բանակցությունների մասին, իրանական կողմի համաձայնությամբ։ Երեկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կոչ էր արել բնակչությանը դուրս գալ Իրանի փողոցներ ընդդեմ հակակառավարական ցույցերի։ Փեզեշքյանը նշել է, որ իրանական հասարակությունը չի ընդունում նրանց, ովքեր հրդեհում են մզկիթները։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել էր, որ Իրանում կատարվող իրադարձությունների թիկունքում կանգնած են ԱՄՆ-ն եւ Իսրայելը, եւ ցուցարարները այլ երկրներից բերված ահաբեկիչներ են։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ ցույցերի սկսվելուց ի վեր հիվանդանոցներում տեղ չկա նոր վիրավորներին ընդունելու համար, իսկ բժիշկները չեն հասցնում անգամ առաջին օգնություն ցուցաբերել։ Այս ֆոնին ակցիայի մասնակիցները ծեծի էին ենթարկել շտապ օգնության աշխատակիցների ծառայողական պարտականությունները կատարելիս։ Ըստ հաստատված տեղեկատվության, զոհերի թիվը ցույցերի առաջին օրվանից մինչ այս պահը հասել է 544-ի, այդ թվում 30 ուժային։ Զոհվածների թվում կա նաև հայ երիտասարդ։ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում նկար է հրապարակել, որում նա նշված է որպես Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Թրամփը պարբերաբար հայտարարել է Վենեսուելայում վերահսկողություն հաստատելու մասին, սակայն այս քայլով նա կարծես ակնարկել է առերևույթ գործողություններ ձեռնարկելու մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կուբային առաջարկել է համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ, զգուշացնելով, որ հակառակ դեպքում Կուբան կզրկվի թե նավթից, թե փողից։ Կուբա այլևս ոչ նավթ կգնա, ոչ էլ փող։ 0։ Ես նրանց խստորեն խորհուրդ եմ տալիս գործարք կնքել, քանի դեռ շատ ուշ չէ։ Իր Truth Social էջում գրել է Թրամփը։ Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելն այս հայտարարությունից հետո ասել է, որ իրենց ոչ ոք չի կարող թելադրել։ Թրամփը շեշտել է, որ Կուբան անկում է ապրում, ակնարկելով, որ երկիրը մինչ այս կախված է եղել Վենեսուելայի էներգակիրների մատակարարումից, խիստ սուբսիդավորված մատչելի գներով։ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումն արդեն հանգեցրել է էներգակիրների մատակարարման կրճատմանը, եւ Կուբան տառապել է էլեկտրաէներգիայի անջատումների աճող քանակից, որոնք հարվածում են ինչպես բնակելի անշարժ գույքին, այնպես էլ արդյունաբերությանը։
Սիրիայի քուրդ զինյալները հայտարարել են Հալեպից դուրս գալու մասին հունվարի 9-ին կնքված հրադադարի համաձայնության շրջանակներում։ Քաղաքում կառավարական ուժերի դեմ մի քանի օր տևած մարտերից հետո Սիրիայի զինված ուժերը հայտարարել են, որ քրդերի կողմից վերահսկվող Շեյխ Մաքսուդ թաղամասում ավարտվել են գործողությունները։ Սիրիայի կառավարական զորքերի եւ քուրդ զինյալների միջև մի քանի օր տևած մահացու բախումներից հետո ըստ պաշտոնական տեղեկատվության կա 21 զոհ, հազարավոր մարդիկ դեռևս մնում են տարհանված։ Պաշտպանության նախարարությունը մինչ այս հայտարարել էր հրադադարի նպատակն է, որ ռազմական գործողությունների պատճառով տեղահանված խաղաղ բնակիչները կարողանան վերադառնալ իրենց տներ եւ վերսկսեն իրենց բնականոն կյանքը, մեջբերում անվտանգության եւ կայունության մթնոլորտում։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Պերմի մարզի երկաթուղու վրա ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից պլանավորված ահաբեկչական հարձակումը։ Ահաբեկչության փորձ իրականացրած տեղի բնակիչը ձերբակալվել է։ Նրա մոտ հայտնաբերվել է 10 կիլոգրամ պայթուցիկ նյութ, պայթուցիկ սարքեր պատրաստելու բաղադրիչներ եւ երկաթուղային կամրջի մոնիտորինգի համար նախատեսված վեբ տեսախցիկ։